Բարևձեզ, մենք հիմա ներկայացնում ենք ջոկատանիվների վրա մի գործունեություն, շոհագործություն։ Ես Վետա Ջանազյանն եմ, կրթամարիում արդեն աշխատում եմ, շուտով կլինի 22 տարի, դասավանդում եմ բնագիտություն, հայրենագիտություն եւ սիրում եմ շատ ճամփորդել։ Կրթամարիում ես բազմիցս եւ հոդվածով եմ հանդես եկել եւ շատ եմ ներկայացրել կրթամարի համար մեծ համար կարեւոր այսպես ասած էլեմենտը, որ յուրաքանչյուր ուսուցիչ անհատ ինքը ստեղծագործող է եւ կապ չունի դու ինչ ես դասավանդում, այն ինչ հմտություններին, որ դու տիրապետում ես, այն շնորհը, որ Աստված քեզ տվել է, դու հանգիստ կարող ես փոխանցել քո սովորողներին։ Դա իմ համար, երևի իմ համար մեկ հրաշալիքն է որպես ուսուցիչ ու ինձ համար որպես մարդ կարևորում եմ նաև առարկայից դուրս ճամբարներում, մեր ստեղծագործական ճամբարներում մենք հնարավորություն ենք ունենում մեր հմտությունները, մեր շնորհները, այն ինչ որ կարողանում ենք անել, ստեղծագործական մեր ճամբարներում փոխանցել սովորողներին եւ պարբերաբար ես այդ հմտություններն եմ համարում շոհագործությունը, թելերի հետ աշխատանքը, հելունագործությունը, տիկնիկագործությունը, ցանկացած այն ինչ որ կարելի է թելից պատրաստել եւ իհարկե ամառային ճամբարներում իմ ջնի նկատմամբ, հատկապես Սևանի նկատմամբ մեծագույն սերս ու Սևանը սիրելու, լողալու, վայելելու շնորհը Եվ հենց դա է, որ կրթամարիում ինձ համար գերագույնն է, որպես ստեղծագործ ուսուցիչ, ու դրանով մենք չենք կաղապարվում, ու լավ է, որ ստացվում է փոխանցել սովորողներին, իսկ շոհագործությունը ձմեռային ճամբարում դա իդեալական տարբերակ է, սովորողներին ցույց տալու այդ հմտությունները, շոհագործությունը արդեն 10 տարիներ շարունակ, դեռ 28 տարիներից ինձ համար եղել է եւ հոբի, Եվ եղել է ֆինանսական որոշակի, այսպես ասած, բարելավման ծրագիր եւ եղել է ընկերներիս ուրախացնելու, ձերքից աշխատանքի ինչ-որ մի բան նվիրելու, ու ես դրանից ավելի լավ եմ զգում նվիրելուց։ Եվ հիմա այդ նույն բանը շատ կուզենայի շարունակվել ու փոխանցեին ճամբարականներին։ Մենք արդեն երրորդ շաբաթն է ճամբարում ենք ու պարբերաբար ունենք շոհագործության, տեխնիկագործության դասեր, սովորողները 2-3 սովորող կային, որ քիչ թե շատ գործել գիտեն, իրենք փորձեցին հմտանալ, իսկ հիմնականում սովորողներ կային, որ գործել չգիտեն, շոհի եւ թելի վարվելաձև չգիտեն, արդեն կարողանում են գործել եւ ազգային փառատոնի ստուգատեսի շրջանակում, որի 9-րդ տարին արդեն գործում կրթամարիում, ես փորձեցի այդ ճյուղը տանել որպես արվեստի ճյուղ եւ ինչու՞ չէ, այն ինչ որ գիտեն, փոխանցել իմ սովորողներին։ Բարևձեզ, ես Մարինա Սաղաթելյանն եմ, սովորում եմ 5-րդ դասում։ Այս ընթացքում ձմեռային ճամբարին մենք սովորել ենք պարբերաբար բոլոր գործունեությունների հետ, մենք սովորել ենք շոհագործություն։ Ընկերս Վետան մեզ սովորեցրել է սկզբում փոքրիկ հատվածներ կտորներ գործել, իսկ հետո ապագայում մենք ուզում ենք, որ մեր գործածը մենք գրենք կամ թեկուզ խաղալիքներ գործենք։ Պարբերաբար մենք անընդհատ գործում ենք շոհերով, բերում ենք մեր տներից եւ ես դեռ նոր եմ շոհագործության մեջ, նոր եմ սովորում, բայց շատ երեխաներ իրենց տատիկներից սովորած եկել են եւ շատ լավ գործ ունեն։ Գերի Վետան մեզ սովորեցրել է դեռ փոքր հատվածներ գործել, բայց մենք վստահ ենք, որ ապագայում կգործենք շատ մեծ բաներ։ Բարևձեզ, ես Ադել Խոստիկյանն եմ, ես 5-րդ դասարանցի եմ, եւ սովորել եմ ընկերուտան մեզ սովորացրել է գործել հետաքրքիր։ Ես ուզում եմ գործեմ բաժակի համար, որ չվառեք ձեր ձեռքերը, որ հանգիստ ջուկով թեյ խմեք կամ սուրճ։ Ինձ հետաքրքիր է գործել եւ ընկերուտան մեզ սովորացրեց գործել, ու ինձ հետաքրքրվեց, որ գործել։ Հիմա ես շատ եմ սիրում գործել։ Ես Եվան Հովհաննիսյան, 5-րդ դասարան, ջոկատանիվների վրայի ճամբարական։ Ես առաջին անգամ այստեղ եմ սովորել գործել, ընկերի Վետան է սովորացրել։ Ինձ սկզբում թվում էր, որ ես իրանից գլուխ չեմ հանի, բայց հիմա մտածել եմ։